Բարև ձեզ հարգելի քաղաքացիներ, խոստացել էի լայվ մտնել, կապված հայ առաքելական Սուրբ եկեղեցու նկատմամբ այս վայրենի հարձակման փաստով, այն հարցով, թե ինչ կարող է անել մեզնից յուրաքանչյուրը դրա հետ կապված, եւ մի անգամ մտա ինչ-որ տեխնիկական պատճառով լայվը ընդհատվեց, դրա համար նորից եմ խոսում, երկար չեմ խոսելու, կարճ, մենք յուրաքանչյուրս, բացի նրանից, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացի ենք, մեզնից շատ-շատերը հայ առաքելական Սուրբ եկեղեցու դավանորդ ենք։ Եվ այն ինչ որ տեղի է ունենում Նիկոլ Փաշինյանի եւ իր ղեկավարած ուժի կողմից, դա ոչ այլ ինչ է, քան հարձակում հայ առաքելական եկեղեցու նկատմամբ։ Ընդ որում, այդ հարձակումը ոչ թե ինչ-որ սպոնտան, պահիտակ, ինչպես շատերը ասում են, դեղեր չտալու հետևանքով, ինչ-որ գործունեություն, այլ լավ, ծրագրված, մշակված, վիրավորանքի, կեղտոտ խոսքերի, անպատասխանատու խոսքերի, հեղինակությունը նվազեցնելու, այսպիսի գործողություններ, որի վերջնակետը պետք է լինի կոնկրետ գործողությունը, եւ դրա մասին էլ շատ պարզ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ անհրաժեշտ է ուրեմն որ Հայաստանի Հանրապետությունը վճռական դեր ունենա ամենայն հայոց կաթողիկոսի ընտրության հարցում, դա ոչ այլ ինչ է, քան եկեղեցին բռնագրավելու նախապատրաստություն, դրան ուղղված քայլ, եւ ամենազավեշտալին, ասում է, բարեվարկության, ուրեմն պետք է տեստ անցնի։ Ուրեմն մի մարդ է ասում բարեվարկության մասին, որ այնպիսի անպարկեշտ արտահայտություններ է թույլ տալի լինելով երկրի ղեկավար, որ ասենք այդ մարդը եւ բարեվարկությունը իրար հետ բացարձակ ոչ մի կապ ունենալ ընդհանրապես չեն կարող։ Բարեվարկություն։ Բայց բարեվարկությունը երկրորդական է, այստեղ հայ առաքելական եկեղեցին բռնագրավելու խնդիր է դրվում, եւ մենք 5 իրավապաշտպանների նախաձեռնությամբ շատ արագ երեք արձագանքեցինք, դրան տվեցինք իրավական գնահատական, որպես սահմանադրական կարգի տապալման նախապատրաստություն, որտեղ սահմանադրական կարգի հիմունքների մեջ է մտնում եկեղեցու անջատ լինելը պետությունից, չի կարող Հայաստանի Հանրապետությունը վճռական դեր ունենալ հայ առաքելական եկեղեցու նվիրապետի տվյալ դեպքում ամենայն հայոց կաթողիկոսի ընտրության հարցում չի կարող։ Մեր սահմանադրությունը դա թույլ չի տալիս, եւ դա ուղղակի հակաբնական է նաեւ այն տեսանկյունից, որ հայկական ինքնության մեջ հայ առաքելական եկեղեցին ունի ինքնուրույն եւ վճռական նշանակություն, այն ժամանակ այդ պետություն չի եղել, հենց հայ առաքելական եկեղեցին է բազմաթիվ գործառույթներ իրականացրել։ Սկսած այն ամենակենցաղային ԶԱԳՍ-ի գործառույթներից շատ կներեք, վերջացրած քաղաքական գործառույթով։ Այդ պարզ հարց տամ։ Օրինակ, այն քաղաքը, որտեղ որ մայր աթոռն է, ինչ ենք մենք կոչում։ Մենք եկեղեցական անունով կոչում ենք Էջմիածին, ճիշտ է։ Որ մեկը տա պետական անունով կոչում Վաղարշապատ։ Բայց իմանանք, որ պետական անունը այդ քաղաքի ամենևին Էջմիածին չի, Վաղարշապատ է։ Որ մեկը տա ասում, ես վաղը գնում եմ Վաղարշապատ։ Ինչ որ մեկը տես կա։ Սա է ցույց տալիս եկեղեցու եւ պետության հարաբերակցությունը։ Մենակ այս օրինակը հերիք է, ուրիշ բաներ էլ չեմ ուզում ասել։ Այս օրինակը լի բավարար է։ Մեզ երեք մեր հայտարարության հետ կապված որոշ հարցեր եւ քննադատություններ հնչեցին, ինչ անեն քաղաքացիները, որտեղ մենք կոչ էինք ուղղել բոլոր միջոցներով պաշտպան լինել կամ հանդես գալ պաշտպանությամբ։ Պարտիկ ասում են, ոչ, կարող ենք դա անել։ Այս լայվի նպատակը նաեւ 5 իրավապաշտպանների նախաձեռնության այդ հայտարարության հետ կապված որոշ հարցեր պարզաբանելն է, որոշ գաղափարներ տալն է։ Կուզեք կընդունեք, չեք ուզի չեք ընդունի, ձեր գործն է։ Ուրեմն, ինչ կարող ենք անել, ինչպես կարող ենք ցույց տալ պաշտպանությունը։ Պարզ բան։ Մեր եկեղեցու ամենակարևոր արարողությունը կամ մարդու կապը եկեղեցու հետ ամենևին մոմ վառելը չի, այլ մի կարևորագույն իրադարձություն, մի արարողություն է, ծիսակատարություն է, խորհրդակատարություն է, որը տեղի է ունենում ամեն կիրակի, պլյուս որոշ դեպքերում նաև այլ օրերի, որը կոչվում է պատարագ։ Սովորաբար ժամը 11-ին է սկսվում, օրինակ մայր տաճարում կամ Գրիգոր Լուսավորիչ մայր տաճարում,
Մարիաթորի մայրտաճարում, Գրիգոր Լուսավորիչ մայրտաճարում Երևանի ժամը 10:30, հիմնականում կամ 10:30 կամ 10 կամ 11-ին։ Մի չխնաղագույն արարողություն, խորհրդակատարություն, որի բուն նպատակը բովանդակությունն է, քրիստոնյայի կապն է Քրիստոսի հետ։ Այդ կապը նույնիսկ նյութականացված մակարդակով, բովանդակային մակարդակով տալն է հաղորդության ձևով, որ տեղի ունենում մոտ 2 ժամ տևող այդ խորհրդակատարության վերջում, եւ քահանան որպես միջնորդ է հանդես գալիս մարդու եւ Աստծո միջև։ Դարերով մշակված գեղեցկագույն ծիսակարգ, դարերով մշակված եւ հիմնականում խնդիր է առաջանում գրափարի հետ կապված, բայց գիտեք, այնտեղ փոքրիկ պատարակամատույց կոչվող գրքույկներ կան, ցանկացած եկեղեցում կարող եք մտնել եւ վերցնել, որտեղ որ մանրամասն քայլ առ քայլ նկարագրված է ցանկացած գործողություն, դրանով հետևելով կարող եք այսպես նաև պատկերացնել, հասկանալ, թե ինչ է կատարվում։ Ինչ կարող ենք անել հարցի առաջի պատասխանը։ Հենց վաղը, սիրելի եղբայրներ եւ քույրեր, ցույց տալու համար ձեր պաշտպանությունը կարող եք անհատապես յուրաքանչյուրը գնալ պատարագի։ Պատարագի շատ շատերը գնում են, շատ շատերը չեն գնում, նրանք ովքեր որ իրենց համարում են եւ հանդիսանում են հայ առաքելական Սուրբ եկեղեցու զավակներ, այ վաղը որպես ձեր պատասխան է այս ամենին, գնալ եւ ցույց տալ, որ դուք եկեղեցու ոչ թե կողքին եք, կողքին բառը այստեղ սխալ է, այլ եկեղեցու մաս եք, որտեղ սա կողքինի հարց չէ, եկեղեցին հոգևորականները չեն միայն, եկեղեցին մենք բոլորս ենք, հոգևորական դասը եւ աշխարհական դասը։ Եվ մի հատ շատ ավելի կոնկրետ եւ այսպես եթե կարող ենք ասել նուրբ առաջարկ, որովհետեւ ես օրինակ այս չգիտեի դրա մասին։ Տեսեք, այ որ վաղը գնաք պատարագի, եթե չգիտեք իհարկե, կարծում եմ շատերը չգիտեն, ես չգիտեի։ Այնտեղ կարող եք տեսնել տարբեր եկեղեցիներում տարբեր տեղերում է։ Օրինակ Սուրբ Խաչ եկեղեցում ձախի վրա է, Գրիգոր Լուսավորիչում աջի վրա է, ինչ որ մի այսպես փոքր տեղ կա, սեղան է, որտեղ որ թղթեր են դրված։ Կարող եք մոմավաճառներին հարցնել, ձեզ կհուշեն։ Դա ինչի համար է։ Ուրեմն պատարագի ժամանակ, պատարագի ընթացքում, հատկապես երկրորդ կեսում, քահանան մեր խնդրանքով, բացի ընդհանրական աղոթքներից, նաև անհատական աղոթքներ է կատարում մեր խնդրանքով, մեր նշած անձանց համար։ Կամ եթե հանգուցյալ են հոգու հանգստության եւ հիշատակության համար, իսկ եթե ողջ են, ապա հոգու եւ մարմնի բժշկության համար։ Երկու առանձին թղթերով։ Ընդ որում, այդտեղ որ թղթերը եւ գրիչը դրված է, դա չի նշանակում, որ դուք չեք կարող տանը մի թղթի վրա գրել ձեր հարազատի կամ որևէ այլ անձի անուն եւ խնդրել, որպեսզի քահանան ծածուկ աղոթքի ժամանակ ոչ բարձրաձայն, այլ խորանում կանգնած, սեղանի առջև կանգնած, ասուն խնդրի նաև աղոթքանի տվյալ անձի համար։ Այ վաղը որ գնաք պատարագի, կարող եք դա տեսնել եւ խնդրել քահանային, որպեսզի աղոթք կանի ձեր հարազատների համար, հանգուցյալների համար առանձին այնտեղ թուղթ կա, ողջերի համար առանձին, կամ դուք կարող եք գրելով ասենք բժշկության կամ հանգստության, որ պարզ լինի, թե ինչպիսի աղոթք է կատարելու ծածուկ աղոթքի ժամանակ, այն ժամանակ, երբ որ պատարագի ինչ-որ մի հատվածը, երբ որ սարկավագը, դպիրները, երգչախումբը, որպես դպիրներ, ինչ-որ մի աղոթք են անում, կամ երգ են երգում, կամ շարական են երգում, կամ սաղմոս են երգում, չգիտեմ, արարողությունը շարունակում են, այդ պահին կարող եք տեսնել մի քանի այդպիսի հատվածներ կան, որ սեղանի առջև կանգնած ծածուկ, այսինքն ոչ բարձրաձայն, աղոթք է կատարում քահանան, պատարագիչը։ Եվ այդ ընթացքում այդ թղթերը բերում են, դնում են իր առջև, ինքը հերթով հիշատակում է այդ մարդկանց։ Որն է իմ առաջարկը։ Կուզեք կհամաձայնվեք, կուզեք չեք համաձայնվի։ Տեսեք, մեր եկեղեցու վրա հարձակման նպատակը ո՞րն է։ Իմ պատկերացմամբ մեր եկեղեցու վրա հարձակման նպատակներից մեկը նաև այն է, որ մեր եկեղեցին պետությանը փոխարինելով մեր բոլորի արժանապատվությունն է պաշտպանում։ Օրինակ, հենց այս օրերին, հենց հիմա ամենայն հայոց կաթողիկոսը Շվեյցարիայի Բերն քաղաքում, մայրաքաղաքում նախաձեռնել է եւ մասնակցում է Արցախի հայկական հոգեվոր նյութական
ժառանգության, եկեղեցիների եւ այլն պահպանության վերաբերյալ միջազգային գիտաժողովի։ Դա եկեղեցիների համաշխարհային խորհուրդն է կազմակերպել մեր նախաձեռնությամբ եւ իրականում այս այն որ ոնց են խաչից սատանաները բանանում, չէ՞, տենց ինչ է, այդ բարկա է, շատ սիրուն հայերեն ոստում, չէ՞, սենց ինչ-որ մի բարկա վերս ես թռնում, էլի, սենց այսահարվում, հա, այս բառը ասեմ, այդ սիրուն բառն է ուզում հիշել, մի ուրիշը հիշեցի, այտենց էլ իրանք Արցախից, մեր հոգևոր ժառանգությունից, այդպես էլ այսահարվում են նիկոլականները ու Նիկոլը անձամբ։ Այս հարցակման ենթատեքստերից մեկը ես հենց դա եմ տեսնում։ Ես հենց սա եմ տեսնում, որ եկեղեցուն թիրախավորում այս նպատակով։ Հիմա մենք կարող ենք որպես, չասեմ ակցիա, սա ակցիա չդիտենք, որպես յուրաքանչյուրից այսպես հանձնառության դրսևորում են տեսանկյունից, որ մենք նույնպես մեր եկեղեցու, մեր ազգության, մեր հայության արժանապատվությունը պահելու պատրաստ ենք եւ շատ տարբեր ձևեր կան այդ արժանապատվությունը պահելու։ Տարբեր ժամանակաշրջաններում տարբեր են։ Օրինակ հիմա դրա ձևը տարբեր, այսպես տեղել բարձրաձայնելն է առանց վախենալու, առանց հետ քաշվելու, որովհետեւ վստահ եմ, որ թե ամենայն հայոց կաթողիկոսը, թե մեր հոգևորականները լավ էլ գիտեն, որ իրենց վրա այսպիսի հարձակում կարող է լինել։ Ադրբեջանցիների շահերը սպասարկողների կողմից։ Շատ լավ էլ գիտեն, կարծում եմ։ Ես առաջարկում եմ, որ մենք այդ թղթիկների վրա, որոնք որ տեղում կարող ենք գրել, կամ կարող ենք տնից բերել, անունը գրած բերել, ինչ որ մի մեր գործիչներից մեկի, որը որ մեր արժանապատվության համար իրեն վտանգի է ենթարկել եւ պաշտպանել է մեր արժանապատվությունը։ Այդպիսի ինչ որ մի գործչի անուն կարող ենք գրել եւ խնդրել, որպեսզի քահանան իր ծածուկ աղոթքով նրան հիշի։ Ես օրինակ կարող եմ ինչ որ մեկ անձի անուն կարող եմ հիմա առաջարկեմ, կարող եք դուք համաձայնվեք, կարող եք չհամաձայնվեք։ Կրկնում եմ, ոչ թե վաղվա պատարագի համար, այլ մյուս շաբաթվա, հունիսի 8-ի, երբ որ իդեպ շատ մեծ տոն է նաև ոգեկալության տոնն է։ Սուրբ Հոգու նվիրված օրն է, այսպես կոչված 50-րդ օրը հարությունից, երբ որ իջնում է Սուրբ Հոգին առաքյալների վրա կամ մխիթարիչը, այդ երկու տերմիններն են կիրառելի։ Հիմա ինչ եմ ես առաջարկում եւ միջև բովանդակությունը ասեմ, նպատակը ասեմ։ Նաեւ մեր եկեղեցին պետք է տեսնի, որ կան մարդիկ, որ իր կողքը իր շուրջը, իրենում կանգնած են եւ պատրաստ են զոհողությունների, տարբեր տեսակ զոհողությունների, ժամանակի զոհողության, ոստիկանության կողմից ծեծ ուտելու զոհողության եւ այլն, որոնք պատրաստ են եւ կանգնած են, եւ այն մարդիկ, ովքեր որ պատրաստ են եւ կանգնած են, որպես նաեւ խորհրդանշական քայլ, նաեւ բովանդակային քայլ հարգելով այդ մարդուն, կարող են գրել մեկ կոնկրետ մարդու անուն։ Ես օրինակ առաջարկում եմ, հիմա գտնվում եմ օրինակ այս պահին թեքվում եմ Սայաթ Նովա, հիմա աչով այստեղ գործ ունեմ, թեքվելու եմ դեպի համալսարան, օրինակ հենց այստեղ է գտնվում, հա, շատ վատ տեղով եմ ասնում, ՔՊ-ի գրասենյակի մոտով եմ ասնում, հա, հիմա ես աչք թեքվեմ եւ դեպի ԵՊՀ կգնամ եւ այստեղ օրինակ գտնվում է Նեմեսիսի արձանը, Նեմեսիսի արձանն է գտնվում, որը նույնպես հայսահարության է հասցնում այս իշխանություններին, օրինակ, ես հունիսի 8-ին գնալու եմ եկեղեցիներից մեկը եւ այդ թղթի վրա գրելու եմ Սողոմոն Թելիրյանի անունը, որպես մարդ, որը մեր արժանապատվության համար իր կյանքը վտանգելով ողջ աշխարհին եւ ողջ հայությանը ապացուցեց, որ հայի արյունը ջուր չի եւ մենք պատրաստ ենք մեր արժանապատվության համար քայլեր ձեռնարկելու։ Ամեն ժամանակ իր քայլեր ձեռնարկելու ձև ունի։ Այն անցանք Նեմեսիսի արձանի կողքին։ Ես գնալու եմ եւ հունիսի 8-ին խնդրելու եմ քահանային, որպեսզի Սողոմոն Թելիրյանի հոգու հանգստության համար աղոթք անի։ Եվ ես առաջարկում եմ, եթե համաձայն եք, կարող եք կիսվել եւ ասել, որ դուք եք պատրաստ, կամ չասել, ուղղակի իգիտություն ընդունել, այդ օրը գնալ պատարագի եւ նույնպես թղթի վրա գրել Սողոմոն Թելիրյանի անունը։ Կոնկրետ Սողոմոն Թելիրյանի անունը։ Խնդրել, որպեսզի քահանան
նաև Աստծո առջև հիշատակի հոգու հանգստության աղոթք ուղի Սողոմոն Թելիրյանի համար։ Եվ ես ասեմ, սա շատ կարևոր է ինչ տեսանկյունից նաև։ Սա մենակ իմանում է քահանան, Աստված քահանան եւ դուք։ Ուրիշ ոչ մեկ այդ թղթերը չի տեսնում։ Եթե մեր քահանաները տեսնեն մեր եկեղեցիներում, որ բազմաթիվ հավատացյալներ գալիս են եւ օրինակ կոնկրետ այս խորհրդանշական նաև առումով գրում են կոնկրետ Սողոմոն Թելիրյանի մեր ազգի արժանի զավակի անունը, դա նաև մեր հոգևորականներին չէ որ քահանաներ, եպիսկոպոսներ, վեհապար, մարդիկ կհասկանան, որ տեսեք ինչքան մարդիկ են պատրաստ պաշտպանել եկեղեցուն։ Այն բոլոր իրավաչափ միջոցներով, որոնք տվյալ պահին անհրաժեշտ են։ Առանց գորգոռալու, առանց հակառակ հայհոյանքներ տալու այդ հայհոյախոսներին, ուղղակի պատրաստակամություն ցույց տալ։ Որ երբ որ նրանք փորձեն ինչ-որ քայլեր ձեռնարկել, մարդիկ էլ իմանան, որ կլինեն հակադարձողներ։ Մեր ժամանակահատվածին բնորոշ ձևով։ Մեր ժամանակահատվածին բնորոշ գործիքակազմով, բայց կան մարդիկ, ովքեր որ վճռականորեն պատրաստական կանգնած են մեր եկեղեցու, այսպես կանգնած են եկեղեցու, չեմ ուզում ասել կողքին, եկեղեցու հետ են, հայկականության հետ են։ Այ որպես մենք կարող ենք պայմանավորվել։ Ես առաջարկում եմ կողքով էլ անցնում է շատ հետաքրքիր խորհրդանշական բաց ստացվեց։ Սողոմոն Թելիրյանի անունը։ Նրանք ովքեր որ պատարակների հաճախ չեն գնում, վաղը կարող են գնալ առաջի անգամ շատերի համար գուցե կլինի։ Նա տեսնեն ինչպես է կատարում, տեսնեն այդ թուղթը որտեղ է դրված եւ այլն, իրենց հարազատների համար կարող են խնդրել քահանային, որ ծածուկ աղոթքի ժամանակ աղոթ կանի, բայց մյուս կիրակի օրը արդեն եկեք բոլորով, ես այդպես եմ անել։ Սողոմոն Թելիրյանի անունը գրեք։ Եվ դա շատ կարևոր ուղերձ կլինի բոլոր այն մարդկանց, ովքեր որ պետք է ծառուտ հետևանեն, թե ինչ ուղղությամբ զարգացնեն հարձակումը եկեղեցու նկատմամբ։ Այս այլանդակությունը ինչ ուղղությամբ զարգացնեն։ Որ մարդիկ հարցնում են ինչ անենք, այսա արենք։ Կոչ ենք անում այսպես անել կամ առաջարկում ենք կամ ուղի ենք ցույց տալի այսպես անել։ Ես այդպես եմ անելու ամեն դեպքում, իմ ընկերները այդպես են անելու։ Մենք սովորենք խոսքերից բացի ինչ որ նաև բովանդակություն այդտեղ տեսնել եւ սա կարող ենք այդ բովանդակության ինչ որ մի մաս համարել։ Սողոմոն Թելիրյանը այն մարդն է, որը արժանի է հիշատակության։ Արժանի է մեր աղոթքների, մեր խնդրանքի, որ քահանան նրա հոգու հանգստության համար աղոթ կան։ Եվ իդեմս նրան աղոթ կանի բոլոր այն արժանապատիվ մարդկանց համար, որոնք իրենց կյանքը վտանգելով, իսկ հաճախ նաև զոհելով ցույց են տվել, ապացուցել են, որ հայ արժանապատվությունը գետնին գցած չի։ Եվ հիմա էլ մեր ժամանակին բնորոշ ձևով մենք նույնպես կարիք ունենք մեր արժանապատվությունը բարձրացնելու։ Սա կարող է դրա մի փոքրիկ նախերգանքը լինել։ Հիշել, հիշեցնել եւ հավատարմություն հայտնել արժեքին եւ գաղափարին։ Իսկ արժեքը եւ գաղափարը դա ինքնազոհողությունն է, հանուն ուրեմն հայ արժանապատվության, հանուն մեր հավատքի։ Այդ տեսեք մեր եկեղեցին դեռ 4-րդ, 5-րդ դարում, 5-րդ ոչ թե 4-րդ, մի նշանաբան է մշակել, որը ուղղակի զարմարվեց, ոնց կարող է 5-րդ դարում այդ գաղափարը հղանալ։ Վասն հավատով, վասն հայրենյաց։ Սա է մեր եկեղեցին։ Մեր եկեղեցին թե մեր հավատքն է, թե մեր ազգային ինքնությունն է։ Սա էլ մեր առաջարկն էր։ Բոլոր այն մարդկանց, ովքեր որ ասում են ինչ անենք։ Վաղը գնացեք պատարակի, մյուս կիրակի օրն էլ գնացեք պատարակի, Սուրբ Հոգու Գալստյան օրը եւ հունիսի 8-ի պատարակի ժամանակ խնդրեք այդ թուղթը, որ գրում եք այ դեպ, հետո ինչ եք անում։ Այնտեղ խորանի մոտ կարող եք մոտեցնել որևէ մի սարկավագի կամ դպիրի փոխանցել կամ այնտեղ տեղ է լինելու կարող եք այդ թուղթը ծալած վիճակում դնել։ Անպայման վերցնելու են, անպայման ծածուկ աղոթքի ժամանակ օգտագործելու են։ Քահանան անպայման հիշատակելու է։ Տեղը չիմանաք, մոմավաճառներին հարցրեք, մարդիկ սիրահոժար անպայման կբացատրեն։ Տարբեր եկեղեցիներում տարբեր է։ Սա է մեր առաջարկը։ Հիշատակենք Սողոմոն Թելիրյանին, խնդրենք աղոթել նրա հոգու հանգստության համար։ Հունիսի 8-ի պատարակին։ Այս չէ հաջորդ կիրակի օրվա պատարակին։ Շնորհակալություն, հաջողություն։